տարեկան օրինակի համար 100 դիմորդ են լինում։ Հիմա այդ համակարգողը մարդը պետք է իմանա, նրանց կանչի իր մոտ, հանդիպում կազմակերպի եւ ասի. հարգելի դիմորդներ, եթե դուք համաձայնվում եք պայմանագիր կնքել պետության հետ, որ դուք ձեր ավարտելուց հետո գալու եք օրինակի համար Ուйծի միջնակարգ դպրոցում, ես այնտեղ եմ աշխատում, Ուйծի միջնակարգ դպրոցում ֆիզիկայի ուսուցիչ եք լինելու, հա, ես ձեզ հետ պայմանագիր եմ կնքում, պետությունը ձեզ հետ պայմանագիրը անվճար ձեզ կրթություն տալու համար։ Այստեղ շատ խոսեցինք բուհեր ընդունվողների մասին, բա նրանք ովքեր բուհ չեն դիմում, ինչ անեն։ Ուրեմն գանք այդ հարցին։ Մեր պատկերացմամբ դպրոցները իրենց հատկապես ավագ վերջին 2 տարիները պիտի մասնագիտական տեղի նշանակության, օրինակ գյուղատնտեսական ինչ ոլորտներ են այստեղ հատկապես զարգացած։ Եվ պետությունը պիտի ունենա ռազմավարություն, թե օրինակ Սիսիանի եւ հարակից բնակավայրերի գյուղատնտեսական պոտենցիալը մինչև ուր կա, այո։ Տնտեսական Եվ ինչ անի, բերի մարդկանց կրթություն տա։